դուք դպրոցի տնօրենն եք, պիտի խնդրեմ ձեր անազգանունը։ Արմեն Վեզիրյան։ Պարոն Վեզիրյան, ինչու է դպրոցից հեռացվելու փառքի անկյունը, այդպիսի որոշում ով է կայացրել եւ դուք ինչպես եք արձագանքում այս իրավիճակին։ Փառքի անկյունը միշտ եղել է դպրոցում, կապիտալ վերանորոգումից հետո դե ապամոնտաժվել է, ու քանի որ այնտեղ նկարները որոշ վնասվածքներ են ունեցել, ինստիտուտներից մեկը մոտեցավ, որ նորից էլի վերականգնենք, այդ ամեն ինչը նորից էլի փակցնենք։ Դե բնականաբար համաձայնվեցինք, որ պետք է այդ ամեն ինչը լինի, բայց այն պայմանով, որ ինքը մեր դպրոցը շատ փոքր է։ Դուք ինքներդ էլ տեսաք, որ դպրոցին չի համապատասխանում այդ իր չափսերը։ Ես պայմանավորվել ենք, որ ավելի փոքր, ավելի մի անկյունի տեսքով ոնց որ միշտ եղել է։ Սա ուղղակի շատ մեծ աշխատանք է կատարեց անողը, որի համար չգիտեմ շնորհակալություն շատ, բայց այսօրվա պահով ինքը չի համապատասխանում դպրոցի ընդհանուր չափսերին, ընդհանուր որոշումը հանելու դուք եք կայացրել։ Այսինքն ձեզ ոչ թե մարզպետարանից են ասել կամ չգիտեմ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարությունից ինքն։ Ես ուղղակի տեղյակ չեմ եղել, որ ասենք այդ մեծ չափսերով պետքա լինի, տեսնելուց հետո խնդրել եմ, ով որ տեղադրել է, խնդրել եմ, որ չի համապատասխանում դպրոցի չափսերին, խնդրել եմ, որ ապամոնտաժեն։ Իսկ դրանք փակցվելու են պատերին բոլոր նկարները, բոլոր հերոսների նկարները, թե ինչ որ այլ մոտեցումներ կան այդ հարցի վերաբերյալ կամ ինքներդ տեղյակ չեք, չնայած ասում եք որոշումը դուք եք կայացրել։ Այո, ես եմ կայացրել, որտեվ չի համապատասխանում, պարզ մենք տեսանք, որտեվ դպրոցը շատ փոքր է, երկու հերթով աշխատում, ու զանգը տալուց հետո դուք, չգիտեմ, երևի պատկերացնում եք, թե ոչ 450 աշակերտ դուրս է գալիս, շնչելու տեղեր չի լինում, առանց էլ դա ոնց որ դառնում է, ու ես ուղղակի պատկերացնում եմ մի անկյունի վրա դրոշի ներքո, ոնց որ միշտ եղել է դպրոցում, բայց սենց այս դեպի մեծ չափսերով չի եղել, ու բացի դրանից ես խնդրել էի ծնողին, այսինքն մենք տենց ենք պայմանավորվել, որ հերոսները ու մեկ էլ գյուղի մասնակիցների ասենք նկարները, ովքեր որ մասնակցել են իրենց ներդրումն են արել մեր հայրենիքի պաշտպանության համար, բայց փաստորեն այստեղ մի հսկայական երկու պատ այդպես օգտագործվել է, որ դիմացի պատը նախատեսված է գերազանցիկների համար։ Այլ պատ կարող եք ընտրել, այսինքն խնդիրը որն է հենց այդ վայրում պիտի դրվեն գերազանցիկների նկարները հենց այդ պատին, որի դրա համար է նախատեսվել։ Կարող ենք ավելի փոքր, ասենք, ավելի փոքր մասշտաբով, այդ ամեն ինչը կարող ենք անել ավելի փոքր նկարներով ու ստանդարտին համապատասխան, դպրոցին համապատասխան մի անկյուն ստեղծենք, ոնց որ միշտ եղել է։ Իսկ բնակիչները ինչ կարծիք ունեն այս մասին, այսինքն դուք Եթե համապատասխան իմ կարծիքով նման այդ ձևի անկյունները շատ ավելի հարմար կլինի մշակույթի տանը կամ որևէ այլ տեղ։ Ոչ թե դպրոցի հենց կտած կենտրոնական տեղ։ Ես իմ կարծիքն եմ ուղղակի։